Այս համաձայնագիրը կամ պայմանագիրը, ինչպես դուք ասում եք, ներպետական համաձայնեցման ընթացակարգերով Հայաստանում անցել է ամբողջությամբ, որովհետև մենք նաև այդպիսի օրենք ունենք միջազգային պայմանագրերի մասին։ Կլինի դուք գնաք ճշտեք ձեր գիտելիքները, նոր գաք ինձ հարցրեք։ Դե ես ձեզ տեղեկություն հայտնեմ, որ դուք միջև վերջ չեք ճշտել, որովհետև այդ համաձայնագիրը, պայմանագիրը կամ որևիցե միջազգային փաստաթուղթը անցնում է ներպետական ընթացակարգ, երբ որ ինքը արդեն ստորագրված է լինում։ Երբ որ ինքը ստորագրված կլինի, ինքը անցնելու է սահմանադրական դատարան եւ գալու է այստեղ վավերացման։ Տեսակ որ չգիտեք։ Շնորհակալություն։ Աչու ցաղ բոլորին ուղղորդում եք, որ իրենց գիտելիքները բանանեք թարմացնեն, բայց չեք կարծում, որ ԿՊԱ-ականներն այդ հարցում ամենախոցելիներն են մինչև առաջին դեմքի մակարդակով սկսած։ Չէ, չեմ կարծում, ինչ եք տենց կարծում։ Ուզում ես ասես դու ավելի խելացի ես, քան ես նման պնդում չարեցի։ Բա ինչն էր քո պնդումը։ Այսինքն Բա դու ես նման տիպ արտահայտություն չեմ արել, բոլորն էլ սխալական են եւ բոլորն էլ ինչ որ ձևով մշտապես իրենց գիտելիքները թարմացնելու կարիք ունեն, բայց ձեր ասածը կոռեկտ չի եւ առավել եւս որ դուք ակնարկ եք անում Հայաստանի Հանրապետության ղեկավարին, այլ ավելի կոռեկտ չի։ Երբ որ կգնաք կճշտեք ձեր կասկածի տակ դնել Նիկոլ Փաշինյանի գիտելիքները։ Կարելի է կասկածի տակ դնել, բայց իմ ներկայությամբ եւ չէ, ոչ թե հարց մի տվեք, իմ ներկայությամբ նման կարամ վերջացնեմ ասած։ Իմ ներկայությամբ նման հարց տալու պարագայում ակնհայտ է, որ ես դրան բացասական եւ շատ ավելի նյարդային եմ պատասխանելու, քան որևիցե այլ պարագա։ Ինչ ժողովրդավարությունը չի թույլ տալիս, որ ազգային ժողովի նախագահը պատասխանի։ Ինչ։ Ես նյարդային պետքա չլինեմ։ Ժողովրդավարության գնաց ձեր գիտելիքները կճշտեք ու ինձ կսովորեցնեք, թե որտեղ է գրված, որ չի կարող նյարդայնանալ։ Ինչի՞։ Որովհետև ասում է, որ իշխանության ներկայացուցիչը պետք է ավելի զուսպ լինի։ Այդ ով է տենց ասում։ Ես ներողություն եմ խնդրում, ԱՄՆ-ի նախագահը հիմա նյարդային է եւ զուսպ է ամենադեմոկրատ երկրները, հա։ Ինչու մենք ԱՄՆ-ի նախագահ։ Բա ում է, որ երկրի ժողովրդավար Անգլիայի երկրի ղեկավարը Անգլիայի բերում եմ։ Տեսեք, որը ես համարում եմ, որ հայկական քաղաքական գործիչները բավականին լավն են եւ շատ ու շատ ժողովրդավար երկրներ պետք է սովորեն սենց ժողովրդավար լինելու եւ սենց զուսպ լինելու եւ սենց համբերատար լինելու, որտեվ եթե դուք գնաք հիմա այս տեսախցիկների տակ նայեք մեկնաբանությունները բացի իմ մասին վատ բան գրելուց, նաև գրում են, թե ոնց է պարոն Սիմոնյանի նյարդերը դիմանում։ Վերջացավ։